Ես հավատում եմ այն Հիսուսին, որը ներկայո կարա մարդկանց խոսացածը ասի ինչի համար ես ասում։ Ես այդ Հիսուսին եմ հավատում, որ բացահայտվի մարդու սիրտը ու մարդիկ չասեն, այս ուտան ես ինչ ուժեղ բան ասաց։ Կրկնում թե Հիսուսն ընտեքելներ բոլորը կծափահարեին հուտային, կասեին մալադեց հուտային, տեսար ինչքան է մտածում աղքատների մասին, ես ինչ ուժեղ բան ասեց։ Եվ հնարավոր է, որ Մարիամի մոտ խրճմտանք առաջանար իր զոհաբերության համար, սխալ խրճմտանք, թե ինչի արեցի, որտեղ առաքյալն ասում է, կարելի էր ծախել, ավելի լավ բանի համար անել, բայց Հիսուսն այստեղ է, ես խնդրել եմ իրան այսօր, որ ինքը մեր սրտերը մեր համար բացահայտի։ Ես չեմ ուզում դու իմ համար բացահայտվես, կամ ես քո համար, ես դու քո համար բացահայտվես, որ կարենաս քո իրականությունը տենաս ու ասես, որ չէ, լավ բանից չխոսացի, լավ տեղից չէ, Հիսուսի համարն անելն ամենագերազանց է, աղքատները միշտ կան։ Հնարավոր է մարդուն իր կյանքում մի բան անելու համար մի հատ շանս լինի։ Ես խնդրել եմ Աստծուն, ասում եմ Տեր, խնդրում եմ քեզ հասկանամ, թե չհասկանամ, եւ իմ համար եւ ամբողջ եկեղեցու հասկանամ, թե չհասկանամ, հասկանանք, թե չհասկանանք, չթողեց նման օրհնված շանսերը բաց թողենք։ Գիտեք, նա ինքը ուղիղ սիրտ օրհնում է։ Սուրբ Գիրքն ասում է, ուղիղների ցեղը օրհնվում է։ Սխալ ունեցողի մասին չի խոսքը, որ ինքը այնքան ուղիղ է, որ սխալ չունի։ Սրտի ուղիղ լինելու մասին է խոսքը։ Աստված օրհնում է իրան ցեղը։ Աստված օրհնում է իրան։ Գիտեք, պատվարժան մարդուն հեռվից տենաս կիմանաս, որ ինքը պատվարժան։ Ինքը հենց հեռվից երևացող է։ Գիտեք, հենց խոսա, սկսել ես ավելի հասկանալ ուտենալ, որ ինքը պատիվ ստացած մարդ է։ Եվ քո մեջ ավտոմատ կերպով պատիվ է բարձանալ, ես դեռ չեմ կարծում։ Քո մեջ պատիվ է բարձանալու այդ մարդու նկատմամբ։ Հարկանք է բարձանալու այդ մարդու նկատմամբ։ Որտեղ հեսա կնայենք ոնց էր Հիսուսն ասում, ով որից ծառայում այն պապան իրան պատիվ է տալու։ Ամեն։ Համաձայն ես իմ հետ։ Սերունդից որ խոսացին, ես մի բան հիշեցի, տարիներ առաջ ասել եմ այս խոսքը, չգիտեմ քանի տարի առաջ, բայց ինչքան ասել եմ, ուզվել եմ, այսօր կփորձեմ չուզվել։ Ելից գրքում մի հատ խոսք ասում է, երբ որ Աստված սկսում էր տաճարի կառուցման մեխանիզմը, ծրագիրը, չերտոժը, հանձնել Սողոմոնին, որ տաճարը կառուցվեր, մարդիկ էին պետք, ովքեր պիտի գային եւ անեին դա։ Եվ ելից գրքում մի հրաշալի գերազանց խոսք կա։ Միգուցե շատերս չենք նկատել, միգուցե նկատել եք։ Ասում է, եւ Աստված կանչեց Օվրի որդի, Ուրիի որդի Բեսելիելին, եւ նրան լցրեց ամեն հանճարով, նրան լցրեց ամեն գործերով, իմաստությամբ, որ ինքը կասում, այդպես բան չկար, որ իրանք չկարողանային անել, որտեղ Աստված լցել էր իրանց։ Ով էր Բեսելիելը։ Աստվածաշունչը ասում է այդ հատվածում, որ Բեսելիելը Օվրի թոռն էր, այն Օվրի, որ Մովսեսի ձեռքերն էր բարձրացնում։ Միգուցե Ուրին, որը Օվրի որդին էր, միջև Բեսելիել, միգուցե Ուրին ասեր իմ պապան Մովսեսի հետ կերած, խմած, հաց կերած, ապրած տղայա, ինձ ինչ։ Եվ որոշել ինքը իր կյանքը սովորական ապրեր, բայց Աստծո հավատարմություն ու ողորմությունը հազար սերունդ է այդ։ Ազգից միջև ազգ է գնում իր հավատարմությունը։ Գիտեք ինչ կա այդտեղ։
Թողրի արածը ուրիի վրա չաշխատեց, ճիշտ հասկացիլից։ Դրնա Աստծո ծառան էր, ով էր։ Բայց աշխատեց Բեսելիելի վրա։ Իրա թորի վրա։ Իրա թորը եղավ եկեղեցի հիմնող։ Իրա թորը եղավ Աստծո հանճարով և իմաստությունով լցված մի անձնավորություն։ Եթե դու Աստծո հետ ես և Աստծո ծառան ես և Աստծո հրամանի մեջ ես, հիմա չեմ ուզում խոսամ մենակ այն դրվագի մասին, որ շատերը հազար անգամ լսել եք, եղիր Աստծո մարդու թևերը բարձրացնող, կարող է հոգնել ես այդ խոսքը լսելուց, դա ճիշտ է, որ դու պիտի բարձրացնես, ես ու դու իրարու թևերը բարձրացնենք, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Միգուցե ուրին ասել իմ պապան այդքան արել է, բա ինձ ինչ։ Փուչիկ խոսքերը, ողորմությունն ու կանչը աշխատեց թորի վրա և Բեսելիելը սկսեց կառուցել Աստծո տաճարը, Աստված իրան վստահեց։ Եթե դու այսօր հավատարիմ մնաս և ծառայես Տիրոջ և լինես նրա ետևից, որտեղ այսօր դրա մասին ենք խոսանում։ Քո սերունդները դու, քո ազգանուն տակը, դու կպատրաստես, եթե և քո սերունդները քեզանից ծնվածները, ու շատ է լսել ուշ բան եմ ասում, և քո սերունդները քեզանից ծնվածները, և այն սերունդները, որոնք դու չես ծնել, բայց Աստված կվստահի քեզ։ Պողոսը սերունդներ կրթեց, բայց ինքը երեխա չէր ծնել, անձամբ ֆիզիկապես։ Այս սերունդներին, որ Աստված կասես քո երեխեքն են, ես տվել եմ քեզ, դու պիտի իրենց կրթես, թե դու շարունակես մնալ Աստծո հետ, մնալ Աստծո կանչի հետ, մնալ այնտեղը, որտեղ Աստված դրել է քեզ։ Այս երկու տեսակի սերունդները և քո ծնած և քո չծնած, որ Աստված կտա քեզ, եկեղեցիներ, հիմնադրողներ, ավետարանիչներ, վարդապետներ, մարգարեներ ու առաքյալներ են լինելու, հովիվներ են լինելու, քարոզիչներ են լինելու, Աստծո ծառաներ են լինելու, որտեղ Աստծո կանչը հավատարմությունը սահման չունի, ուրին թող բողոքի, բայց Բեսելիելը վկա է։ Ամեն։ Ուրին թող ասի ինձ ինչ։ Ես ինչ անեմ, հա իմ պապան Մովսեսի հետ է եղել։ Ինքը լսում էր Աստծո ձայնը սարի վրա, որ Աստված Մովսեսի հետ խոսում էր, Ահարոնի հետ միասին, լսում էր, որ ասում է, ձեռքերը բարձրացրեք, որ հաղթի, բացատրած եմ ասում։ Ձեռքերը ընկնում էր, թուլանում էր, Իսրայելը պարտվում էր։ Այս ամեն ինչին տեղյակ է եղել, ինքը առաջնային գծում կանգնած, բայց ինձ ինչ։ Դու կծնես մեկին, ֆիզիկապես թե հոգևոր, որը ամբողջ ազգին ու շատ էր լսիր, ամբողջ ազգին կբերի Աստծո տան մեջ Տիրոջը երկրպագելու, որը կկառուցի, Բեսելիելը Սուրբ գրքում Սուրբ Հոգու խորհուրդն է։ Քանի հոգ են լսում ձայն կամ տենում, որ Սուրբ Հոգին իրանց տաճարի մեջ աշխատում է, ոչ մեկը, բայց ինքը աշխատում է։ Դա համար Բեսելիելը, որ տաճարը կառուցեց ու աշխատում էր, ինքը Սուրբ Հոգու խորհուրդն է։ Ուզում ես այդպես սերունդ, ես մեռնում եմ սերունդի համար։ Կրկնում եմ, այս սերունդը, որ դու ես ծնել, և այս սերունդը, որ դու չես ծնել ու Աստված կտա քեզ, որոնց դու կրթես, ամեն, որոնք կլինեն եկեղեցիներ, հիմնադրողներ, հովիվներ ու առաքյալներ։ Խավ մի արա քո հետ, խավ մի արա քո կոչման հետ, խավ մի արա այն բանի հետ, որ Աստված տվել է քեզ, չխաղաս երբեք, Աստված օրհնի քեզ։ Այսքան ուղղակի ուզեցա նախաբանի պես ասեմ։ Հասկանում ես։ Ես այդ Հիսուսին եմ հավատում։ Որ կարա իմ ու քո երեխեքն ու սերունդները լինեն աշխարհահռչակ ավետարանիչներ։ Գամաղիելի ամբողջ ծառայությունը կարա գցելով համարեք, բայց իր լսարանի մեջ Պողոս կար,
Մեկ Պողոս բավական է, որ ասես Գամաղիելը հրաշալի, ես ինչ բան արեց, մի հատ Պողոս։ Ես չգիտեմ հիմա ես 60-65 հոգուց, քանի հոգի ինչ կլսեն գվերցեն, թե չեմ վերցի, բայց ես հավատում եմ գոնը մեկ հատ Պողոս կլնի, եթե ոչ ավել, որտեղ դուք հրաշալի մարդիկ եք։ Չէ, մենք շատ ժամանակ կարող ենք ներվել, ինչի համար ասումից հասկանում եք, թե չէ։ Ես մի քարոզ էի նայում տարիներ առաջ, ամերիկացի մի մեծ քարոզիչ մեծ եկեղեցու տարիներ առաջ շատ ընդունված մեկը Ռոբ Փարսլի, եթե պետք է անունը։ Հովական առաջնորդական սեմինարի ժամանակ գալիս է բեմ, մի քանի հազար հովիվներ ու առաջնորդներ են նստած ինձնից ու քեզնից ավելի լավ հոգևոր մարդիկ ու խելացի։ Կանգնում է բեմի վրա, ասում է Աստված։ Հավատում եմ, որ գոնե կտաս 5 հոգի, ովքեր կհասկանան ես այսօր ինչ եմ ասել։ Մարդկային տրամաբանությամբ վիրավորական է։ Բայց Աստծո տեսանկյունից հասկանալը ստեյով իմանալը չի։ Աստվածաշնչի հասկանալ բառը գնացեք դրեք մանրադիտակի տակ։ Ինչքան բնագիր ու թարգմանություն կա բացեք։ Աստվածաշնչի հասկանալ բառը, որ Աստված ասի օրինակ Արսեն, այ դու նոր հասկացար ես ինչ եմ ասում, դա այն է, երբ որ դու սկսում ես այդպես անել։ Քանի դու չես արել դա Աստված ասում է դու չես հասկացար։ Բայց մենք գիտեմ։ Ես գիտեմ։ Ամեն։ Եվ թագավորը այն ալմուկ փայտերից տիրոջ տան համար և թագավորի տան համար աստիճաններ շինեց և երգիչների համար քնարներ և տավիղներ և նրանց պես նրանից առաջ չէր տեսնված Հուդայի երկրում։ Տեսակ ինչ եմ կարդում։ Գիտեք ինչ եմ ասել Աստծուն։ Ես չեմ ամաչում Աստծուց մեծ բան ուզելու, որտեղ ինքը իմ պապան է, ու ինքը ուրախ է, որ դու իրանից մեծ բան ուզես։ Ու չմտածեցիք, որ 5 արգանի տուն եմ ուզել։ Հոգևոր եմ ասում։ Գիտեք ինչ եմ ուզել, ու միշտ այդպես աղոթել եմ ես ժամանակ առ ժամանակ, բայց ես համարը շատ ուժեղ համարը։ Ասում Տեր Աստված, մեզանով, ինձանով այնպես բաներ արա գործիր, որ մեզանից առաջ չի եղել։ Ամեն։ Ես չեմ վախենում դա ասել իրան։ Որտեղ ինքը ուզում է, որ ես այդ իրան ասեմ, ինքը ուզում է, որ դու այդ իրան ասես։ Այնպես բաներ արա Տեր, որ մեզանից առաջ չի եղել։ Եվ այս նույն մարդիկ, այս նույն Բեսելիելները, ովքեր տաճար էին կառուցում Աստծո տված հրահանգով, այնպիսի փառաբանության մարդիկ լսեք։ Այնպիսի փառաբանության գործիքներ, քնարներ, տավիղներ, այնպես խճո, գլարներ, դուդուկ։ Այնպես բաներ սարքեցին, դհոլ։ Չգիտեմ, բացատրում եմ անուններով, որ իրանցից առաջ ոչ մեկը չէր ունեցել դրանից։ Ուզում ես այնպես փառաբանես, որտեղ դու այսօր գործիք հնարող չես, դու քո սրտի մեջ պիտի սարքես դրանք։ Բայց փառաբանության աստիճաններն են, երկրպագության աստիճաններն են մեր սրտի մեջ։ Ուզում ես այնպես փառաբանություն, այնպես ծառայություն, այնպես երկրպագություն, այնպես խոսք հայտեցին ամեն ինչ, որ քեզանից առաջ չի եղել։ Աստված ուզում է տա, չէ որ վերջին ավելի ուժեղ է լինելու քան առաջինը։ Չէ որ մենք վերջի անձրևին ենք սպասում։ Չէ որ մենք վերջի տան փառքի մասնակիցներ ենք, մենք այդ ենք ուզում, մենք ամաչելու բան չունենք կամ կրոնից մտածենք, որ հպարտություն կհնչի ուզածը, որ ես ասեմ Տեր, այնպես բան եմ ուզում, Հիսուսը խոսում էր Իսրայելի հետ, ասեց, իրանք պարծենում էին իրենց հայրերով, դե լավ է, փառք Տիրոջը Իսրայելի բոլոր հայրերի համար, Աբրահամից, բոլորից, Մովսեսից սկսած բոլորից վերջացած,
Ասում են մեր հայրերը անապատում մանանան կերան, Հիսուսն ասում էր այո կերան, բայց մեռան։ Այսինքն ես մի հատ ավելի բարձր ուրիշ բան եմ անում, քան որ դուք մինչև հիմա ունեցել եք։ Դա էր ասում Հիսուսը։ Դու կարող ես անել ավելի բարձր մի բան, քան որ Արսենը արել է մինչև հիմա։ Եվ Արսենը դրա համար մենակ ուրախանալու է, հավատա։ Դու կարող ես անել ավելի բարձր մի բան, որ քեզանից առաջ բոլոր մարդիկ արել են։ Քո արածն ավելի մեծ ու բարձրնի, որ քեզանից առաջ չի եղել, քո ցեղի, քո սերունդի, քո ոչ մի բանի մեջ։ Գիտեք ինչ կա ստեղ։ Եթե մտածում ես Աստված տես բան չի ասի, ուզում եմ խոսքով ցույց տամ։ Ո՞վ էր ասողը։ Ո՞վ է թագավորը։ Այդ թագավորը ում խորհուրդն է։ Հիմիկվա մեր թագավորի։ Նա է ասում, նա է պատրաստում, նա է հրահանգում, նա է հրամայում, որ իմ ու քո սրտի մեջ պատրաստվի, ինքն պատրաստում է։ Այնպիսի ուժեղ գործիքներ, քարոզի, երկրպագության, փառաբանության, ուսուցչական, մարգարեական, առաքելական, ծառայողական, սիրո, միաբանության, խոնարհության, հնազանդության, այնպիսի բաներ, որ քեզանից առաջ չի եղել, չեն տեսել մարդիկ։ Մի զարմացի, Աստված հո իր ամբողջ փառքը չի հեղել, բրծել։ Հասկանում եք միտքս։ Աստված հո ինչ կա, չի դրսևորել լրիվ։ Փաթեթի մեջ կա, որ կարաս ունենաս ֆուլ պակետ։ Բայց չենք վայելել լիքը բաներ, ես սրա մասին եմ խոսում, եւ նա պատրաստ է, որ դա տա ինձ ու քեզ, ով չի հասկանում ինչ եմ ասում։ Ամեն, նա ուզում է, որ տա ինձ ու քեզ, ասում է թագավորն է պատրաստեց ես, ես ես բառը նայեցի ես, ալմուկ մի ուրիշ թարգմանության մեջ գայի տեղը դեյա գրած, բայց իմաց չի թողվում։ Ինքը նշանակում է շատ թանկարժեք փայտ, շատ պինդ փայտ, արժանի Աստծո տանը։ Ամեն։ Ալելույա։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Եվ դա բերվում էր դրսից։ Գիտեք դրսից բերելն ինչ էր։ Նրանք վճարում էին դրա համար։ Գիտեք ինչ է վճարելը։ Փող մեր համար փողով չէ, իրանց համար փող է, մեր համար չէ։ Զոհաբերության կյանքը, որ դու կարենաս քո վրայով անցնես, որ դու քո նախասիրությունները, սխալ զբաղվածությունները եւ լիքը բաներ կարողանաս զոհաբերել, որպեսի կառուցես կամ կառուցվի այսպիսի բաներ, սիրելի երգիչներ, քարոզիչներ, Աստծո մարդիկ, քո տան համար եւ Աստծո տան համար եւ բոլորի համար թանկարժեք բաներ կառուցվելու համար։ Ամեն։ Հասկանում ես ինձ մի հատ ասա այո հասկանում եմ։ Ուզում ես սա։ Հենց այնպես չի։ Աստծո հետ մտերմության, զոհաբերության, աղոթքի կյանքի, կարդալու կյանքի, Տիրոջ հետևից վազելու կյանքի, Տիրոջը սիրելու կյանքի, Տիրոջ կամքի մեջ մնալու եւ լինելու կյանքի։ Այս նմանատիպ զոհաբերությունների հետևանքով է, որ կառուցվում է այս թանկարժեք գործիքներն ու պարգևների մուքոց։ Համաձայն ես իմ հետ։ Լավ է թե չէ։ Առակաց 11-17 կարող ես դնել։ Ով ուզում մի հատ Նենց հետաքրքիր խոսք է իսկապես, չէի նկատել։ Ասում ողորմած միջև սորակետը թող մնա, դրա մասին չեմ ուզում խոսամ, վատ նոտայով, դրական նոտայով եմ խոսում։ Ասում ողորմած մարդն իր անձին լավություն անում։ Տեսել եք, որ դու քեզ կարաս լավություն անես։ Դու քեզ, դու ինքդ քեզ, մի հատ ասա ես ինձ։ Ես ինձ կարամ լավություն անեմ։
Ուրիշներին էլ կարաս անես, բայց ես այսօր իմ ու քո մասին եմ խոսում։ Ես կարամ ինձ լավություն անեմ իմ ողորմած լինելով։ Երբ որ ես ողորմած եմ, ողորմած մտածելակերպ ունեմ, սիրո սրբության մտածելակերպ ունեմ, նախանձավոր եմ աստվածային բաներին, հասկանում ենք իրար։ Ողորմած եմ, չեմ տրամադրվում, չեմ ասում ինքը ոնց արեց, ես էլ այդպես կանեմ, մանրացնում եմ։ Ասում դու հիշիր, դու նախ քո անձին ես լավություն անում։ Կարամ հակառակն ասեմ, թեկուզ կարա ստորակետից հետո ի վերաբերվի, բայց այդպես չեմ ասում։ Հետևություն։ Եթե չես անում, քո անձին լավություն չես անում։ Ես ուզում եմ ողորմած վերաբերվել։ Ես ուզում եմ ողորմած սիրտ ունենալ։ Սա մենակ մեկին մի բան տալը չի նյութականի տեսքով։ Սա մեկին այնա, որ ինքը ինչի կարիք ունի, դու իրան տալիս ես, եթե դու դա ունես։ Եթե դու չունես, ողորմած լինելու մասին չի կարող խոսք լինել։ Պիտի աղոթես իմ նման, ասես թե ես ուզում եմ լինել ողորմած մարդ։ Էսի են աշխարհիկ ողորմին չի, մի վախեցեք։ Որ մեղրերին ասում են ողորմի։ Ողորմած մարդ նշանակում որ մարդը այդպիսին է։ Ողորմություն բառը գիտեք ինչ է հայերենում։ Եթե իրար նայենք իր բացատրությունը, որ մարդուն չես տալիս է, ինչին ինքը արժանի է, բացասական իմաստով։ Ողորմոց Աստված մեր հանդեպ ողորմած։ Ինքը պատժի արժանի, բայց դու չես տալիս։ Ողորմությունը դա է։ Տնես որ երբ որ դու ողորմություն ես անում մեկին կամ մեկ էլ ողորմած վերաբերում, քեզ ցուցաբերում։ Դու նախ քո անձին ես լավություն անում։ Դրա համար հիշում եք քանի անգամ ասել եմ, դու որ մեկին ներում ես, դու քո համար պիտի ներես նախ առաջին։ Դու որ մեկի հետ լավ ես, դու նախ քո համար պիտի լավ ես, որտեղ դու նախ քո մասին ես չէ մտածում։ Ամեն։ Ատենցա թե չէ, թե դուք ուրիշ ձև եք։ Թե ասում եք մենակ իր համար լավ ըլի, թեկուզ ես հետա մեռնեմ։ Չէ, դուք նախ ձեր համար եք անում հետի։ Եվ Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է, եթե դու ողորմած ես, դու քո անձին լավություն ես անում։ Կուզես լինել այսպես։ Նա աչքերդ փակի աղոթենք իրար հետ մի րոպե։ Տեր Աստված, ես ուզում եմ լինել ողորմած մարդ։ Ողորմած։ Մարդ, որը չի ուզենա անի այնպես, ինչպես որ արվել է իր նկատմամբ։ Որ սիրող է, ներող է, գիտեք, միտեղ ողորմած բառ կա Սուրբ գրքում, նայից հետո վկա գրած։ Դու ողորմված։ Դա նշանակում է, որ մենք նախ ողորմություն ենք ընդունել, մենք ողորմվածներ ենք։ Դրա համար պատվեր ունենք ողորմած լինելու ուրիշների նկատմամբ։ Օրհնիր մեզ Տեր այս բնավորությամբ, օրհնիր մեզ Տեր այս հոգով, օրհնիր մեզ Տեր այս մտածելակերպով, այս տեսակով, օրհնիր մեզ Տեր այս վարմունքով, որտեղ ողորմած մարդը իր անձին լավություն է անում։ Շնորհակալ ենք։ Ամեն։ Ամեն։ Եվ հաջորդ համարը Հովհաննես 12:24-27 խոսքերն է շատ հետաքրքիր մի բան է պատմում Հիսուսը։ Բայց ես լավ կարդանք։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա։ Բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի, հետո իր անձը սիրողը կկորցնե նրան եւ իր անձն ատող այս աշխարհումը հավիտենական կյանքի մեջ կպահե նրան։ Մի հատ հետ դուրերը։ Նորից նայիր։ Եթե հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի ու անմիջապես 25 գնայի։ Իր անձը սիրողը կկորցնե նրան։ Գիտեք ինչ կապ ունի իրար հետ։
Հիսուսը ինքը իրան նմանեցրել է ցորենի սևի։ Այդ խոսալու ժամանակ։ Նա բառացի եւ հոգով ասում էր, որ ես այն ցորենի հատն եմ, որ պիտի ընկնեմ հողի մեջ մեռնեմ, այդ հողի մեջ ընկնել իր խաչելությունն էր։ Հասել էր պահարն խաչվելու։ Այդ խաչելությունն է, որ հիմա ես որպես ցորենի հատ ընկնում եմ հողի մեջ մեռնեմ, ովքեր գյուղատնտեսությունից հասկանում են, վաղը ուտելա։ Կարակ մոտենակ դասեր ստանաք վերջում։ Ովքեր հասկանում են ցորենը, որ ընկավ հողի մեջ, ինքը պետք է մեռնի, որ հետո ծիլ գա։ Ամեն։ Դուք ստից հնչես չէ պտուղ բերել։ Ես ուրախացա, որ Քրիստը պտուղների մասին էր խոսում։ Ոնց որ դու խոսացիք այա պտուղների մասին։ Ամեն, այն նախորդ հյուրներ են պտուղից խոսում։ Ուրեմն դա մեզ պետք է։ Ամեն։ Եթե այդքան ասում են, դա մեզ պետք է։ Եթե 3-4 հոգի անկախ իրարից նույն աուդիտորիային, նույն թեմայից խոսում են, ուրեմն դա պետք է այդ եկեղեցու։ Պետք է ինձ ու քեզ։ Հիսուսն ասում էր, ես հիմա խաչվելու եմ, այսինքն մեռնում եմ, նայ, եթե չմեռնեմ, հրաժարվեմ խաչվելուց, ոչ մի պտուղ չի լինի։ Հարություն չի լինի, եւ հավատացյալը չեն լինի, եւ հավատքը կլինի իզուր, եւ մարդկանց փրկություն չի լինի։ Ամեն։ Դա չէ ասում Հիսուսը։ Հիմա ինչ կապ ունի, մի հատ էլ հետ դուրել է։ Ինչ կապ ունի, եթե չընկնի, չմեռնի, պտուղ չի բերի ու իր անձը շատ սիրող է։ Եթե Հիսուսն ինքը իր անձը շատ սիրեր, ընձնից ու քեզնից, կամ սիրահարված լիներ ինքն իր անձի վրա, նա չէ ուզենա մեռներ։ Այն մարդիկ, ովքեր իրանց վրա սիրահարված են, իրանց էգոն, իրանց անձը, իրանց տեսակը, իրանցը շատ են սիրում, մոռացեք, որ այդ մարդիկ կարող են գնալ խաչի ճանապարհով, մահվան ճանապարհով, որպեսզի պտուղ բերեն։ Որտեղ իրանց պտուղը հետաքրքիր չի, իրանց հետաքրքիր է այդ պահի իրանց սիրելը, ոչ, ես ինձ չափազանց շատ եմ սիրում, ես չեմ կարող գնալ խաչի ճանապարհով։ Ես ինձ չափազանց շատ եմ սիրում, ցորենի հատ եմ, հավատացյալ եմ, բայց ես չեմ մեռնի, ես իմ զգացմունքները չեմ թաղի, ես իմ էգոն չեմ թաղի, ես խաչի ճանապարհով չեմ անցնի, որ մեռնեմ, հետո պտուղ բերեմ շատերի համար։ Լավ է, ես ես հավատացյալ կմնամ։ Հիսուսն ասել է, չես կարող պտուղ բերել, դու պիտի մեռնես։ Եվ ես մեռնելը բացատրի, որ դա ֆիզիկապես չի։ Ամեն։ Եթե դու քեզ շատ ես սիրում, ասում է, 25-ը դուրել եմ։ Այս աշխարհում իր անձը սիրողը կկորցնի նրան, ներողություն։ Նայեք ինչ ասում։ Մի քիչ առաջ ասում էի, ողորմած մարդը իր անձի լավություն է անում։ Ամեն։ Այսինքն օրհնվում է եւ այլն, ամեն տեսակի ինչ ուզում ես հասկացի է լավություն անելու մեջ։ Բայց ով որ իր անձը, իր եսը, իր էգոն, իր աշխարհիկ մասը, այս աշխարհի մեջի բաներ ինչ որ կա, եթե ինքը շատ է սիրում էդի ավելին քան Աստվածայինը, գիտեք ինչի ասեցի Աստվածայինը, չասեցի Աստծուն։ Որտեղ եթե ասեմ ավելին քան Աստծուն, դու քո մեջ մի անգամ ես կֆիքսեիր, չէ, դու Աստծուն շատ ես սիրում, թեև խաբված եմ մտածեիր այդպես։ Դաման ասում եմ Աստվածայինը, Աստծո գործը, Աստվածային բաները, Աստծո չափանիշները, Աստծո դրածը, Աստծո կանչը, կոչումը, ծառայությունը, նրան հետևելը, ամեն, եթե դու քեզ շատ ես սիրում, դու քեզ չես դնի դրա մեջ ու գնաս, որտեղ դու ուրիշ հաճույքներ ես սիրում, որտեղ դու սիրում ես հանգիստ, դու սիրում ես քո ուզածով, դու սիրում ես քո սրտով, դու սիրում ես քեզ հարմարավետությամբ, Հիսուսն ասում է դու չես կարա մեռնես այս իմաստով, որպեսզի պտուղ բերես։ Ու ինչ ասում, դու կմնաս մենակ։ Մենակ։ Մենք խոսում ենք սերունդի մասին, չէ՞։ Ուզում ես մնաս մենակ, ես չեմ ուզում մնամ մենակ։ Ես անձնապես երեխա էլ չունենայի, բնականաբար ների հետ միասին։ Ես չէի ուզում մենակ մնամ։ Ես կուզեի, ես ամեն օր աղոթում եմ ասում տեղ մեզ, ինձ, պատխաբեր արա, ես մեռնում եմ սերունդի համար, որտեղ եթե սերունդ չկա հետևից եկող, մանուկ պատանի երիտասարդ։ Իմ ու քո կյանքի ինչ ուզում ես արած եղիր։
Ուզում ես շաբաթը 168 ժամ ամեն րոպե ինչ որ ծառայության մեջ եղիր, ինչ որ գրաֆիկով բաներ անելու։ Եթե հետևիցդ եկող սերունդ չկա, քո կյանքի մեջ մի հատ մեծ գիծ, մի հատ մեծ ճանապարհ, մեծ թեր մնում է բացուկի սատ։ Եվ դրա տեղը ոչ մի բան չի լրացնի, կարող է կամար լինի ատամների կրճտոց անընդհատ։ Զղջում, ներսից վատս գալ, սերունդ եմ ուզում դեր։ Սերունդ եմ ուզում, ես չեմ ուզում մենակ մնամ, մի հատ ասա իր հետ։ Հիսուսն ասել, բայց եթե չես ուզում մենակ մնաս, նորից եմ ասում, դու պիտի մեռնես, որ պտուղ բերես։ Տեսել եք ցորենի հասկը սենց։ Չգիտեմ քանի հատաբեր եմ, լավ թիվ չասեմ։ Բայց բավականին է, բայց մի բան գիտեմ, Արարատյան դաշտում, մեր գյուղում, ոսկե տափում, եթե սխալ ասեմ, Վահագը կուղից։ Մի հեկտարի համար ցանում են մոտավորապես 300 կիլո, չէ Վահագ ջան, ցորեն։ Եվ եթե լավ մշակես են ամեն ինչ անես, կարող է մինչև մի 6 տոննա տա Վահագ ջան։ Ճիշտ եմ ասում։ Կարող մինչև մի 5 տոննա, 5-6 տոննա ցորեն լինի։ Դուք պատկերացնում եք քանի անգամ, 15-17 անգամ ավել, 20 անգամ ավել պտուղ, որ տալիս այսքան մի հատիկը ցորենի, Իրանից 20 հատ ավել բան է տալիս։ Ամեն։ Հիմա ուզում ես մենակ չմնաս։ Դու որ Աստված ուզում է քեզ ցանի։ Ո՞վ է ուզում ցանվի։ Ո՞վ է ուզում Աստված իրան ցանի, իրան ստից վերցի։ Սաղմոս մեջ մի հատ խոսք կա, չեմ հիշում, կներեք, բայց կա գրած։ Ասում է մի հատ ворդ փոխադրեցիր խաղողի քոլի հետ։ Խաղողի վազի հետ։ Ասում է մի հատ ворդ խաղողի քոլ փոխադրեցիր Եգիպտոսից, բերի տնգից է, ու էլան ես եմ իշկան, միջև այսօր, հիմա մի հատ խաղողի ворդ, Հիսուսն ու շատ իր ես ինձ հասկանում, ես գիտեմ, որ ես իմացողների հետ եմ խոսում, դրա համար չեմ անդրադառնում բաների, դետալների, հիմա Հիսուսն ասել է խաղողի որդը ես եմ, և դուք ճուղերն եք, մեզի ասել, հիմա Աստված մի հատ ворդ հատնկել Հիսուս անունով, խաղողի քոլ, մեռավ էդի, ու սկսել է լիքը ճուղեր տալ, ես ու դու իրա վրա ենք, հիմա ուզում ես պտուղ բերես, 100% կնիք եմ խտում Քրիստի ասացի տակ, որ այն խոսքը, որ քեզ պիտի մաքրեն, որի քեզ որ Տիրոջից աստացել։ Մա ուզում ես շատ պտուղ բերես, Հիսուսն ասել է, ով որ շատ է պտուղ բերում, իմ պապան իրան մաքրում է, որ ավելի շատ բերի։ Գիտեք, մարդկային տրամաբանության մեջ հակառակն է։ Ես էլ եմ Հուդայի նման կասեմ, այս մարդ ունի, քեզ էլ իրան տալիս, տանեք տանք նրան, ով որ չունի, սա մարդկային տրամաբանությունն է։ Բայց աստվածային այլ ասում է, ով որ ունի, տվեք թող իրան ավելի ավելանա։ Ամեն, եւ Աստված ասում ուզում եմ հետեմ քեզ։ Ուզում ես քեզ ցանեմ։ Ուզում ես քեզ հետեմ մշակեմ, որ դու մենակ չմնաս։ Մենակությունը ահավոր բան է։ Գիտեք, մի հատ թարմացնող բան ասեմ, պատմության, ցած կիսատ իմաստ։ Մի հատ կին է խոսում, ասում է, տելևիզի մեջ եմ տեսել։ Ասում է, մենակությունը գիտես որն է։ Ասում է, որ 4 երեխա ես բերել։ 4 երեխա ես մեծացրել։ Թորներ ունես։ Ամեն մեկը միտեղ ապրում է, բայց ու գոտանմեշ մենակ ես։ Ես մամաների, պապաների սրտի համար կարա դարդրվի։ Ես թարմացնող ասացի, բայց ես խոսում եմ հոգևոր։ Ես չեմ ուզում մենակ մնամ, դե ես շատ պտուղներ եմ ուզում, դե շատ եղբայրներ քույրեր եմ ուզում։ Ես ուզում եմ քո ընտանիքը լիքը մեծանա, ավելանա քո եկեղեցի, ես սա եմ ուզում, էդիր ինձ։ Ես եմ որպես գյուղացի էտելուց մի քիչ հասկանում եմ։ Մենք ասում ենք բաղի մկրատ։ Այն մկրատը, որ սենց ես անում, ճլետ, չէ, գիտեք, մեր համար ոչ մի բան է, մի քիչ ուժ է գործադրվում մեր կողմից, բայց հետո ասում ենք, բաղը լացում է արդեն։
չէ, իր մեջից բանը դուրս գալիս խաղում, չէ, բազը։ Դա որտեվ ցավոտ է։ Այդ պահին է ցավոտ, բայց եթե իրան չետես չմշակես, մոռացի։ Ծառին չետես չմշակես, մոռացի բերքի մասին։ Դա ցավոտ է միայն այդ պահին, եկեք համաձայնվեք դրա հետ։ Եթե դու պատուղի հետ համաձայն ես, պատկաբեր լինելու հետ համաձայն ես, դու պետք է համաձայնվես նախ ցավի հետ։ Դու պետք է համաձայնվես նախ ցանվելու, մեռնելու եւ դրանից հետո հարություն ցալելու մի հատ ուրիշ մարդ։ Այն որ Պողոսն ասում է, ես էլ չկամ։ Ես աշխարհի համար մեռած եմ, ես Հիսուսի հետ խաչեմ ելել, սենց։ Առաջի անգամ Նորկյան գյուղում, երբ որ ես ես միամիտ նստած էի, նոր մկրտվել էի, թազա ջրով մկրտվել էի մի քանի օրվա։ Նորկյան գյուղում նստած էի այդ ժամանակվա հովիվը եկեղեցու, հենց միամիտ նստած ինձ ասեց, մեր Արսեն եղբայրը նոր է մկրտվել, հեսա մեզ մի բան կասի Աստծո խոսքից։ Լրիվ անակնկալ։ Մեկից գիրքը վերցիմ հելամ սենց։ Ես էլ հիշողությունս որ լավ է, միջև 100-150 կիլո շտանգայել եմ անում այդ հիշողության հաշվի, ասում իմանակ, հիշողությունս որ լավ է, էտի ուզեցա կարդամ, հետո եկամ, ընձի մտածում ասեմ որ, բայց ես ինչի լոբազ խոսացիմ, էլի, կարդացիմ Պողոսի հետ խոսքերը, և յանե նոր եմ մկրտվել, արդեն այն վաղ մկրտություն ուրիշ ձև էր բացատրվում, որ դու հասկանում եք, որ դի ջերով մկրտվես, որ դու նոր մեռնես, չէ, ես էլ հազար մկրտված եմ, կարդում եմ այդ տողերը, սերս չիրեմ մարդիկ իշ մտածում, բայց ասում են սենց ամեն բան քույրեր նստած, ասեմ, և այս սրանից հետո, այսքան իմ խելքով այդ մկրտությունից հետո, աշխարհը ինձի խաչված է Քրիստոսի հետ խաչը ելա եւ այլ կենդանի եմ ոչ թե ես, ապա Քրիստոսի մեջ sense խոսում եմ մի 5-7 րոպե երևի sense լոպազ խոսացին նստամ առանց հասկանալու ի նկատի ունեմ էլի լոպազ ի նկատի ունեմ ոչ թե ես հպարտ եմ խոսացել այլ այդ պահի իմ հետ բացե չէր համապատասխանում էլի նկատի ունեմ էլի ոչ թե ես մտածված լոպազ բան եմ ասել այլ սկի հիմա էդի չեմ ասի 30 տարի անց էդի չեմ ասի հասկացաք ասածս ինչ է հիմա վերջ է ուզում ես Ատենց լինի, Պողոսը սա հասավ տեղ գրեց, հասավ մի հատ տոչկա գրեց, աշխարհային, բացատրում եմ իմաստը, աշխարհային, ոչ թե աշխարհում, տուն, փող, ավտո, գործ, բան, դրանք չէ, դրանք լավ պետք է Աստված ա տվել, այլ աշխարհային, մեղքի հետ կապված, սխալ զբաղվածությունների հետ կապված, քողոցությունը գողացող, քեզ հորտությունից զրկող, քեզ ծառայությունից զրկող, քեզ եկեղեցուց զրկող նմանատիպ բաների մասին եմ խոսում աշխարհային։ Ոչ մի բան ինձ չի հետաքրքրում։ Ես դրանցից ազատված եմ, սա է ասում Պողոսը։ Ամեն հասավ մի հատ տեղ, աճեց, նորետի գրեց, ոչ թե իմ նման մի շաբաթվա մկրտված ասում է, և այսօր հետ հասկանում ենք իրար։ Աստված ասում է, ես էլ չեմ ուզում, որ դու մենակ մնաս։ Ասում է, դու չես ուզում մենակ մնաս, ասում եմ չէ, չեք մենք ասենք։ Ասում է, ես էլ չեմ ուզում, որ դու մենակ մնաս։ Բայց պայման կա, կենով կա, սխնելով չի։ Չեմ կա, կենով կես սխնեմ, դու սկսես պատկավերը։ Դու պետք է մեռնես, դու պետք է ցանվես, դու պետք է թողես ես քեզ հետեմ, դու պետք է թողես ես քեզ մշակեմ, տակը թրիկ դնեմ, սիլիտրատամ, ջրեմ, ամեն օր հանդիպեմ քեզի, տենամ ու ավելորդ ինչեր կա վրել, էտեմ կտրեմ, որ դու ամեն անգամ լինես ավելի պտղաբեր։ Ուզում ես։ Ամեն։ Ասում եմ, բայց այդպես հեշտ չի, ցավոտ ա լինելու։ Ուզում ես։ Դուք ասեցիք։ Դուք ասեցիք այո։ Ձայները քչացավ վերջին։ Դուք եք ասում այո ուզում եմ։ Այո հասկացող մարդն ասում է այո ուզում եմ։ Որտեղ դիտի եթե դու Աստծո ձեռքերի մեջ ես,
մի պահ ցավոտ է, բայց հետո այնքան հաճելի է լինելու։ Հետո այնքան օրհնաբեր ու պտղաբեր է լինելու, որ դու վայելելու ես ու զարմանալու ես։ Ես միշտ ասել եմ ասում եմ, իմ համար եմ ասում, հովությունը շատ դժվար գործ է, բարդ, բայց միևնույն ժամանակ այնքան հաճելի է, որովհետև իրիկ ունելած կա առավոտ ուրախություն։ Ամեն։ Ես ուզում եմ անցնեմ։ Սաղմոսի մեջ մի հատ խոսք կա, շատ է լսի։ Ասում են նրանք, որ արտասուքի ձորով անցնում են, դառնում են աղբյուր։ Ովքեր։ Ապրեք, բայց ուշադրիր լսի։ Ոչ միայն մտան արտասուքի ձոր, որը նեղության դժվարության խորհուրդն է, այլ նրանք այդ ձորով անցան, չմնացին այդտեղ, գնացին հենան են վերև են, քալ են, տեղ հասան, չմնացին խնդիրների ու նեղության մեջ, նրանք հասան տեղ, և հազարավորներ սկսան իրանցից խմել, արի, ես ինչա, ես ինչ մարդիկ են, ես ինչ մարդ է, ես ինչա, խմում եմ, չեմ հագենում, որովհետև նա մտավ արտասուքի ձոր, որ իրա կամքով չէր, իրա սրտով էլ չէր, Աստված պիտեյով անցկացնի, որ քեզի սարքի աղբյուր։ Բայց եթե դու ասում ես, ես բառը Սերգեյի խաթր եմ ասում, ես աբիես եմ անում, չեմ ուզում մտնեմ ձոր, այսպես քասան ճամփա շրջանցում, աբիես եմ անում, որ ձոր չմտնեմ, կեթամ էնդե սենց հեշտ, այնդե Արսենի կտենամ կհանդիպեմ, որ ինքը ձորով անց է հասելա գագատի, կեթամ ընդե կայնեմ կասեմ ես է եկել եմ, բայես, չի լինում այդպես, չի կարա լինի, ամեն, համաձայն եմ տեր, էդիրից, չեմ ուզում մենակ մնամ, չեմ ուզում նայեմ հետևից ես, հետևս նայեմ, հետևից ես եկող տենամ, ոչ մի բան հետևից ես չի գալիս, ոչ մի հոգևոր գործ, օրհնություն, պտուղ, մարդու տեսքով լինի, ծառայության տեսքով, սարքված գործիքների տեսքով, ոչ մի բան հետևից ես չի գալիս, չկա, չեմ ուզում այդպես լինի, Տեր Աստված, 30 տարվա այսօրվա դրությամբ եմ ասում, 30 տարվա հավատացյալ եմ, չեմ ուզում մենակ մնամ, նայեմ տենամ, ոչ մի բան չկա, այսօր գնա, նայի կյանքի դիր կշերքին ու կշռի, գիտեք մեծ խոսալով չի, մի հատ էլ համար կասեմ և հաղորդություն կանենք, խնդրում եմ, որ ես համարը տանես տուն, սրտիդ մեջ տանես տուն, անգել ջակցիր, ես ստեղ չէի վերջացրել, ներողություն եմ խնդրում, այդ Հովանեսի մեջ ուղղակի ժամանակը քիչ է, չէ այնտեղ լուրջ բաներ կար գրած, բայց մնա հետո։ Այս համարն էլ ասեմ եւ այս միջակետից հետո նայեք, որ ասում եմ մեծ խոսալով չի։ Նայեք Սաղմոս 2-ն ինչ ասում։ Ասում է հաստ վզով մի խոսացեք։ Ո՞վ է հասկանում ինչ է դի։ Գիտեք չէ հաստ վզով ինչ է։ Ասման տես չխոսակ, ես ավելացում տես չապրեք, ատես չմտացեք, ատես չգործեք, ատես ձեզ չպատկերացնեք, ատես ձեզ չտենակ, հաստ վզից չխոսակ, ինքնավստահ, գոռոզ, հպարտ, հաստ մտ, գիտեք էդի որ մարդն է, որ մտածում է, աշխարհի մեջ sense մի հատ խոսք կա, շատ մեծ են միլիարդան տերերին, որ կամ իրանց գործերը շատ լավ է հարուստ են, աշխարհում մի հատ sense խոսք ասում է, տանգով խփես բան չի լինի, ան այնքան հարուստ է, հասկացաք, հոգևոր առումով էլ այդպես չմտածես, որ հենց sense որ մտածում ես, արդեն սովորական ջնջող խփելու հրացանի այն յուլից արդեն ընկել ես, որ արդեն այդպես ես մտածում, ռագատ կոմիացած կտծրել են ընկել ես, որ հաստ վզով ես խոսում, և մի հատ ուրիշ խոսքեր կա, ասում է խստապարանոց մարդը, որ շատ անգամ հանդիմանվում է, որ չի կոտրվում, որ չի լսում ընդունում, ասում է նրա կոտրվելը, ջարդվելը հանկարծ է լինելու և բժշկություն չի գտնելու։
Տեր Աստված մեզի հաստ վզով խոսալուց, հասկացաք չում չեմ ուզում արած, մեզի հաստ վզով խոսալուց, հաստ վզով մտածելակերպից, հաստ վզով գործելակերպից ու վարմունքներից մեզի ազատիր։ Ես խոնարհություն եմ ուզում Տեր, ես հնազանդվել եմ ուզում Քեզ, ես խոնարհված մնամ Տեր, ուզում եմ սիրեմ, ուզում եմ օրհնեմ, ուզում եմ միաբանվեմ, ուզում եմ անեմ Քո ասած, ուզում եմ լինեմ Քո ասած տեղում։ Ամեն։ Եվ դրանից հետո Հիսուսը այդ որ կիսատ մնաց, բայց այս մեկը շատ կապ ունի դրա հետ ուզում եմ ասեմ։ Հիսուսը այդ որ ասում է, այդ ոնց կապեցի, չէ՞ որ եթե քեզ շատ է սիրում, չես ուզենա մեռնես, ցանվես, չէ՞։ Դրանից հետո անմիջապես խոսում է ծառայելու եւ իր հետևից եթալու մասին։ Սրանք սա իրար հետ շահ կապված են, փոխկապակցված, նույն տեքստի, նույն ֆոնի վրա է։ Եթե դու քեզ շատ ես սիրում, դու չես կարող գնալ Հիսուսի հետևից։ Գիտեք, դու կարող ես եկեղեցում ծառայություն ունես, բայց դա տարբերվում է Հիսուսի հետևից գնալուց։ Հիսուսը այս խոսքի մեջ մեզ բացատրում է հոգին։ Ասում է, որպեսզի քո ծառայությունը, որ դու անում ես, լինի ճշմարիտ ծառայություն, դու պետք է իմ հետևից գաս։ Եթե քո կյանքի ցանկությունները, քո զգացմունքները, քո միտքը, էությունը իմ հետևից չի, խաչի, որտեղ ինքը խաչ է հետում արդեն։ Դրա վրա չի, քո ծառայությունը ճշմարիտ ծառայություն չի, որտեղ դու ինձ հետևող չես, պրոստո ծառայություն ես անում եկեղեցում, որի անունը, եթե ես խոսամ, ինչպես խոսացի Հուդայի պարագայում, կասեմ, որ էդի տես չի։ Հասկանում ես ինձ։ Ամեն։ Ով ուզում Աստված խոսա իր ծառայության վրա, ես։ Ով ուզում Աստված խոսա իր սրտի վրա, ես։ Ով ուզում Աստված խոսա եկեղեցու վրա, ես։ Որ ասի ճշմարտություն, օրինակի համար եմ ասում, ասի Արսեն, այսօր որ դու տեսեք ինչքան համարձակ եմ խոսում, որտեղ իմ վրա եմ ասում։ Օրինակ հիմա ձայնով խոսա, ինչ որ մի ձևի, ասի Արսեն, այսօր որ դու քարոզեցիր, դա իրականություն չէ, դու մտե չես, դու դրա մեջ չես, դու ձև էիր անում։ Հասկացաք ինչ եմ ասում։ Այսինքն եթե Աստված ուզենա խոսա կամ մենք լսենք իր խոսքը կամ իր հոգին հասկանանք, մենք կարող ենք հասկանալ որտեղ ենք մենք, ինչ ենք անում, ինչի համար ենք անում։ Շատ հեշտությամբ կարաս հասկանաս քո ծառայությունը ճշմարիտ ծառայությունն է, թե դու պրոստո գծած բան ես անում։ Դա Աստծուն հաճեցնում է, Աստված որ ուզում է հոտոտա, ասում է ես ինչ լավ է, դուրեկան է իմ քինքին, թե պրոստո։ Հասկացաք ինչ եմ ասում։ Ամեն, եւ նա գնում էր խաչ։